Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայանա սպորտային զույգով։ Մեր երկիրը կներկայացնեն Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը։ Մասնագետներն այս զույգին բավականին հեռանկարային են համարում։ Այս զույգը հաղթել է բազմաթիվ միջազգային մրցաշարերում, այնպես որ մեր չեմպիոններն այսօր երկուսն են՝ Նիկիտա Ռախմանինն ու Կարինա Ակոպովան։ Մեր չեմպիոնները Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինն են։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Բարև ձեզ, մենք լավ ենք։ Բարև ձեզ, լավ եմ։ Առաջին անգամ եք մասնակցելու օլիմպիական խաղերին։ Դա լարվածություն է, հպարտություն, թե պատասխանատվություն։ Всё вместе։ Բոլորը միասին, դա հսկայական պատասխանատվություն է, քանի որ մենք լինելու ենք առաջինը։ Մի փոքր անհանգստություն կա նաև, բայց մինչև մրցումներ կհաղթահարենք նաև այդ խնդիրը։ Նիկիտա, Հայաստանն առաջին անգամ է մասնակցելու օլիմպիական խաղերին սպորտային զույգով։ Ինչպիսի պատասխանատվությամբ, ինչպիսի զգացողությամբ ես մեկնելու օլիմպիական խաղերին։ Мы едем показать։ Մենք գնում ենք ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ, գլխավորը չնյարդայնանալ, չլարվել, այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Պատմեք ձեր անցած ուղու մասին, ինչպես ընտրեցիք գեղասահքը։ Ես հեռուստացույցով գեղասահք էի նայում եւ տատիկս տեսավ, որ դա ինձ դուր է գալիս եւ 5 տարեկանում նա բերեց ինձ դեպի Սառույց ու ես սկսեցի զբաղվել գեղասահքով։ И всё, и я начала заниматься фигурным катанием։ Я в 4 года։ Ես չմուշկների վրա եմ 4 տարեկանից, այդ օրվանից մինչև այսօր այն իմ տարերքն է։ Ինչպես ստացվեց Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու որոշումը ու առհասարակ դրանից հետո այնինչ փոխեց ձեր կյանքում եւ նաեւ սպորտային գործողություններում։ Так как я армянка, Ես հայուհի եմ, ես ունեմ իրավունք հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո ու դա վաղուց էի ցանկանում, բայց կային առողջական խնդիրներ, վնասվածքներ, որոնք խանգարում էին։ он всегда со мной։ Իսկ նա միշտ է ինձ հետ։ Նիկիտա, հասրել ես լինել Հայաստանի տեսարժան վայրերում, հատկապես ի՞նչն է քեզ դուր գալիս Հայաստանում։ Мне очень нравится культура։ Ինչ շատ է դուր գալիս հայկական մշակույթը, սնունդը շատ համեղ է, մարդիկ շատ բարեհամբույր, հաճելի է բոլորի հետ շփվել։ Ճամփորդել ես դեռ չեմ հասցրել, բայց եղել եմ Երևանի տեսարժան վայրերում, դուր է եկել հատկապես Կասկադը։ Ինչ ծրագրով եք հանդես գալու օլիմպիական խաղերին։ Короткая программа у нас Արցախ։ Կարճ ծրագրում ներկայանալու ենք Արցախի հնչյունների ներքո, իսկ ազատ ծրագրում մեզ մոտ երաժշտություն է միլիոնատերը ետնախորշում ֆիլմից։ За Арцах отвечала соответственно։ Արցախն ընտրել է Կարինան, երևի հոգու կանչներ, իսկ մյուսը մեր հին ծրագիրն է։
որը մենք 3 տարի առաջ ենք դեռ նախապատրաստել, բայց վնասվածքների պատճառով հնարավորություն չենք ունեցել ցուցադրելու։ Ինչ պատմություն եք փորձելու պատմել օլիմպիական սառույցի վրա։ Свою историю Մեր պատմությունը դա մեր կյանքի պատմությունն է։ Մենք շատ տարիներ ենք մարզվել հանուն այս ուղևորության, հանուն օլիմպիական մրցելույթի։ Մեծ չարչարանք, ներվեր եւ ուժ կա այս ամենում։ Ու ոչ միայն մեր, այլև մեր ծնողների մարզիչների կողմից, այնպես որ սառույցին մեր պատմությունն է լինելու։ Դուք չմասնակցեցիք Եվրոպայի առաջնությանը։ Դա շատ է խանգարել ձեզ։ Ну, было обидно очень. Դա շատ ցավալի էր, որովհետև մենք շատ լավ մարզավիճակում ենք ու դա մեզ օգտակար կլիներ օլիմպիական խաղերից առաջ, բայց ցավոք իրավիճակն այնպես դասավորվեց, որ մենք չկարողացանք մեկնել։ Ինչ շատ է հետաքրքրում գեղասահորդները ու հատկապես դուք որքան եք մարզվում սառույցի վրա, քանի ժամ եք տրամադրում մարզումներին։ Эркужам. Это только лед. Դա պարզապես սառույցին, եւս 2 ժամ մենք մարզվում ենք սառույցից դուրս, որը նաեւ նախավարժանք է։ Իսկ սառույցից հետո կան հավելյալ մարզումներ, խորեոգրաֆիա, պարեր, ֆիզիկական պատրաստություն։ Ստացվում է գրեթե 5-ից 6 ժամ։ Դուք օրվա մերձ մասը անցկացնում եք սառույցի վրա։ Ինձ հետաքրքիր է, բնավորությամբ տաք եք, թե սառը։ Мне все Ինձ համար միշտ ցուրտ է, ես մրսկան եմ, բայց բնավորությամբ ես տաք եմ։ То же самое. Правильно говорю։ Нет. Он холодный. Ոչ, նա սառն է։ Вообще нормально. Ինչը կարող է ձեզ նյարդայնացնել։ У Никиты что-то. Երբ Նիկիտայի մոտ ինչ-որ բան չի ստացվում կամ ինձ մոտ ինչ-որ бан չի ստացվում, բայց մենք փորձում ենք ամեն դեպքում զսպել մեզ, որովհետև երբ նյարդայնանանք ու գոռանք միմյանց վրա, ավելի վատ կլինի։ Նախընտրում ենք հանդարտվել։ Хуже будет. Նիկիտա, իսկ հատկապես սառույցի վրա Травмы. Վնասվածքները շատ հաճախ կարող են նյարդայնացնել, որովհետև հասկանում ես, որ գործնականում ամեն ինչ կարող ես անել, բայց վնասվածքները քեզ հանգիստ չեն տալիս։ Սկսում ես դրանց մասին մտածել, մարզումների ժամանակ ավելի զգույշ լինել։ Да и все. սպորտային զույգում ամենակարևորը վստահությունն է։ Ինչպես կնկարագրեք ձեր զույգին, որն է ձեր գլխավոր զենքը, որն է ձեր գլխավոր ուժը։ То, что мы 100% доверяем. Մեր զենքն այն է, որ 100%-ով վստահում ենք միմյանց, մենք կարող ենք հենվել միմյանց վրա, մենք միշտ միմյանց օգնում ենք ցանկացած հարցով, հասկանում միմյանց, նույնիսկ մարզումների ժամանակ։ Ի դեպ, միմյանց լավ հասկանալու գաղտնիքը նաև նրանում է, որ երկար տարիներ ենք սահում ու մարզվում միասին։ Կարինա, գեղասահքը նաև ցատկել է պահանջում, երբ Նիկիտան չի կարողանում ձեզ պահել։ Ինչ եք ասում կամ ինչ եք անում այդ ժամանակ։ Злюсь, конечно. Բարկանում եմ իհարկե, որովհետև այդ դեպքում ինձ համար շատ վախենալու է ու նաև ցավոտ։ Ես նրան միշտ ասում եմ, եթե ես ընկնեմ, ես կբարկանամ։ Да, что-то идет не по плану. Мне становится страшно, что я сейчас упаду, и я начинаю злиться. Երբևէ եղել է Նիկիտա, որ նեղանակ միմյանցից։ Это когда было? Понедельник. Понедельник. И почему? Որովհետև նետումը հաջող չէր ու ես քիչ էր մնում ընկնեի։ Գոռացինք միմյանց վրա, բայց հետո հանգստացանք ու արեցինք ամեն ինչ։ Մեր կռիվները հիմնականում այդ թեմայով են։ Поддержки. И мне было очень тяжело, я начала падать. Мы чуть не упали. Ինչ է ձեզ համար սառույցը։ Это уже наша жизнь. Այն արդեն մեր կյանքն է։ С 4 лет. Ես 4 տարեկանից ինձ նվիրել եմ այս սպորտին, այն արդեն ապրելակերպ է։ Նիկիտա, սառույց դուրս գալիս ես ավելի լարված լինում, թե երբ արդեն մրցման ժամանակ ես։ Во время выступления. Во время выступления, да. Հավանաբար մրցման ժամանակ, բայց կարևորը չկորցնես ինքնատիրապետումդ։ Որն է այն գլխավոր խորհուրդը, որը երբևէ ստացել եք։ Если ты чего-то хочешь в жизни, Միշտ գնալ երազանքների հետևից։ Եթե դու ինչ-որ բան ցանկանում ես, պետք է գնալ մինչև վերջ։ Անկամ եթե ամեն ինչ քո դեմ է, չպետք է հրաժարվել երազանքից։ если ты этим живешь и мечтаешь об этом, это сбудется. Ունեք թաքնված տաղանդ։ Я могу красиво улыбаться. Ես կարող եմ գեղեցիկ ժպտալ, բայց հենց այդ պահին ներսումս լաց եմ։ Ինձ թվում է դա տաղանդ չի, դա ձեր գեղեցկությունն է։ Наверное, бывает иногда больно. Հնարավոր է, երբեմն ինչ-որտեղ ցավում է, բայց դու դա անում ես ու ժպտում։ Հավանաբար դա էլ է տաղանդ։ Ընկերներ, բոլորս ունենք մեկին, որին միշտ վստահում ենք, որը մեզ համար ստիմուլ է, որի արածով, աշխատանքով մենք առաջնորդում ենք։ Ով է ձեր կյանքի օրինակը։ Это наши тренеры.
Դրանք մեր մարզիչներն են՝ Ֆյոդոր Կլիմովը, Դմիտրի Սավինը, նաև այն մարզիչները, որ մեզ օգնում են այստեղ Հայաստանում, Արամ Վլասյանը, Սարգիս Թևանյանը։ Նրանք մեզ մոտիվացնում են, օգնում են ամեն ինչով։ Саркис Теванян, они нас мотивируют, помогают справиться со всеми нервами и стрессом. Եվ վերադառնանք օլիմպիական խաղերին։ Որն է լինելու Միլանում ձեր գլխավոր նպատակը։ Показать свой максимум. Мы не будем... Ցույց տալ մեր առավելագույնը։ Մենք չենք ցանկանում գուշակել, թե որտեղը կգրավենք, բայց մեզ համար գլխավորն այն է, որ սահենք մաքուր, ցույց տանք այն բոլոր աշխատանքը, որը արել ենք։ Դե ինչ, ձեզ հաջողություն եմ մաղթում Միլանի օլիմպիական խաղերում, դուք մեր առաջին սպորտային զույգն եք, ու տա Աստված այս պատմական նվաճումը նշանավորվի նաև հաջող ելույթով, հաջող մրցելույթով, ու տա Աստված, որ դուք հայտնվեք լավագույն տասնյակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզ հաջողություն օլիմպիական խաղերում։ Հաջողություն։ Եթերում չեմպիոնի հետն եք, իսկ մեր չեմպիոնները Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինն էին։ Կհանդիպենք, սպասեք մեզ։